Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է, քարտերս չեմ բերել։ Օրվա կարևոր իրադարձությունն է մայիսի 9-ի համար, բոլոր տարվա ծնված նշանների համար իհարկե։ Օրը ուրբաթ է, շնորհավորում եմ նախ բոլորիս հաղթանակի օրվա կապակցությամբ, հուսով եմ, որ ինչ-որ մի բան կկազմակերպվի Հայաստանում։ Չնայած որ նոր տեսա, թե ինչ է կատարվում Հայաստանում, առհասարակ ձեզ ասում էի, չէ, որ մի ծիծաղեք։ Շատ էիք ուրախանում, շատ էիք ծիծաղում, ուրախանում ուրիշի դժբախտության վրա։ Չի կարելի, այդպես է, կյանքը բումերանգի օրենք է դա, եւ ոչ ոք դեռ չի հետաձգել այդ օրենքը, եւ այդ օրենքը մշտապես գործում է եւ գործելու է։ Ասում եմ, ծիծաղում է նա, ով վերջում է ծիծաղում։ Դա հենց այնպես բառեր չեն։ Այնպես որ հուսով եմ, որ շատ շուտ կանցնի այդ ջուրը։ Եվ ուրբաթ է, տեսնենք մեզ բոլորիս ինչ է սպասվում։ Գնայինք առնետներին։ Ինչ է սպասվում առնետներին մայիսի 9-ին։ Մի փոքր խոչընդոտներ կան, հնարավոր է ուզում եք գնալ հասնել առիթի, ուզում եք հասարակության հետ եք կապված, ուզում եք գնալ այգի, անձրևներ է գալիս, դա է խոչընդոտը, ինչ որ մի բան է, որը որ ձեզ խանգարում է այդ օրը։ Թեկուս, բայց ամեն ինչ կկարգավորվի, դա եւս ասեմ, բայց դա կարող է լինել օրինակ ժամադրություն, ինչ որ մարդկանց համար, ամեն ինչի ուրախությամբ կդասավորվի, կախված է թե ինչ եք ուզում դուք անեք այդ օրը եւ ինչ հասարակական գործունեությամբ, ինչ առիթ ունեք, ուր պետք է գնաք եւ այլն, դա շատ մեծ դեր է խաղում եւ դա կարող է լինել թեթև խոչընդոտներ։ Ոմանք տաքսի չգտնեն, ոմանք ինչ որ նման որոշ բաներ։ Եվ այդ օրը լավ շրջապատում կգտնվեք, լավ մարդկանց մեջ, հնարավոր է նաև պետական աշխատողներն են ձեզ շրջապատելու կամ ամենայն դեպս որտեղ էլ որ լինեք, իրենք լավը կլինեն։ Եվ սա հասունություն է նաև, մարդը հասունանում է, իմաստություն է ձեռք բերում, այդ օրը դա ավելի շատ բացահայտ կլինի ձեզ մոտ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ցուլերին, տարվա ծնված ցուլերին, եզերին, այստեղ։ Ինչ է սպասվում ցուլերին մայիսի 9-ին։ Բավականին շատ շփում կունենաք տարբեր մարդկանց հետ, այստեղ զգուշեղեք խաբեբաներ կան։ Նաև այստեղ կարող է ինչ-որ մեկն է, որ շատ բավականին խորամանկ է եւ ձեզ է մոտենում, շփման հետ կապված, ձեզ է սիրո խոստովանություն անում, մի փոքր դե ուշադիր եղեք, ամենայն դեպս խաբեբա է, ամենայն դեպս դե ուղղակի կարող է խորամանկորեն այդպես առիթը բաց չի թողում եւ փորձում է ձեզ հետ զրուցել կամ դե սիրո խոստովանություն նաեւ անել, ծանոթանալ։ Այստեղ նաև երկեսանի մարդ դա կարող է լինել, որտեղ երկեսանի այլ ինչ-որ մեկը, որ այդքան էլ ձեր լավը չի ցանկանում եւ կարող է այնպես վայ ինչքան լավն ես, վայ ինչքան սիրուն ես, կամ հա այսօր ինչ-որ մի ձևով կարող է նաև նման բաներ ձեզ ասեն, բայց դա պետք է հասկանաք, որ կեղծավորություն է անում, մաքուր սրտով չի։ Եվ ուշադիր եղեք, որ լեզվակռվի մեջ չընկնեք։ Ոմանք նաև այդ որ կարող են սիրահարվել, սիրո խոստովանություն ստանալ կամ անել ինչ-որ մեկին եւ այդպես է ինչ-որ մարդկանցի տենց լավ խոսքեր լսեք ձեր հասցեին։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք վագրերին։ Ինչ է սպասվում վագրերին մայիսի 9-ին։ Ոմանք առույգ կլինեն, ինչ-որ գործեր առաջ կմղեք, ինչ-որ գործեր կտանեք առաջ։ Ինչ-որ մի բաներ, շատ կարևոր։ Նաև լավ նորություն կլսեք, հյուրեր կընդունեք, հյուր կգնաք, ինչ-որ ապրանքներ եք պատվիր է դա է գալիս ձեզ հասնում, կամ դուք եք ինչ-որ առաքումներ անում։ Խոչընդոտներ կան այդ օրը, ինչ-որ խոչընդոտներ են, չի խառնվում քարտերը, զգում եք։
Խոչընդոտները կարող են լինել պետական աշխատողի կողմից, ոստիկանության, այնտեղ դրա համար ուշադիր եղեք, այստեղ ճանապարհ կարող եք գնալ, կարող են կանգնացնել, ուշադիր եղեք, որտեղ սա ուժային կառույցի աշխատող է նաև։ Ու ինչ որ մեկի վրա եք հույսը դրել, որ ձեզ կօգնի ինչ որ հարցում եւ ասում է ոչ, ինչ որ մի ձևով այլևս չի ուզում օգնել կամ սպասում եք ձայն չկա։ Ոմանք այդ օրը առիթ կունենան, հնարավոր է դե հրապարակում ինչ-որ մի բան է կազմակերպում, ինձ թվում է բոլորին նման բան կընկնի, կարող գնալ հա այդպես առիթի, հասարակական ոչե վայր, նաև ծնունդ, կնունք, յուրաքանչյուր ինչ-որ մի բան, դուք կարող եք ինչ-որ մի տեղ, ինչ-որ մի բան կազմակերպել ձեզ համար կամ նաև գնալ օրինակ այնպեսի մի տեղ, որտեղ շատ մարդիկ կան, պարտադիր չի դա լինի առիթ, կարող է ինչ-որ կինո է եւ այլ ինչ-որ փառատոն է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք նապաստակներին։ Ինչ է սպասվում նապաստակներին մայիսի 9-ին։ Ոմանք կզբաղվեն առողջությամբ, ոմանք գեղեցկությամբ, հնարավոր է հանդիպեք ձեր մայրիկին, խոսեք, էմոցիոնալ կարող եք լինել, ինչ-որ մեկին ջնջեք ձեր կյանքից, հանեք ձեր կյանքից։ Նաև այստեղ ոմանք դե կարող են գնալ գեղեցկության սրահ, գեղեցկանալ, ինչ-որ էմոցիաների ազդեցության տակ մազերը շատ կտրել կամ այնտեղ համոզեն, տեսնեք ինչ-որ մեկը եղուներ, ինչ-որ բան է արել, դուք էլ գնականեք սուր գործիքներով եւ իհարկե ուշադիր եղեք, որպեսզի սուր գործիքներով ձեզ չվնասեք այդ օրը։ Ոնց կարող վիրահատություն է այստեղ, վիրահատությունը եւ էմոցիոնալ եք, թե ինչպես կանցնի, հա, լարված եք, որ կամ ձերն է, կամ ձեր մայրիկին, կամ ինչ-որ կնոջ։ Ընտանիքի անդամների հետ կլինեք, իրենց կողքին կլինեք։ Ոմանք էլ նաև ուժամի կքնեն, ռոմանտիկ հոյցե հանդիպում կունենաք, շփում կունենաք ինչ-որ մեկի հետ եւ դրա համար կարող ուշ քնել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վիշապներ։ Ինչ է սպասվում վիշապներին մայիսի 9-ին։ Առիթ էլի, կարելի ասել բոլորին երևի թե կընկնի։ Ոմանք կարող են դե հրապարակում են ինչ-որ բան են պատրաստում, սարքում, կարող եք գնալ այնտեղ, նաև ինչ-որ հասարակական վայր, առիթ, ծնունդ եւ այլն, ինչ-որ միտեղ, որտեղ որ շատ մարդիկ կան։ Ոմանք նաև ինչ-որ հասարակության մեջ կարող լինել, ելույթ ունենան, ինչ-որ գործեր անեք, ճանապարհ եք գնալու բավականին այս ու այն կողմ կարող եք գնալ, ոմանք կարող են տեղափոխվել ինչ-որ մի տարածք, գործերը առաջ մղեք, բիզնեսը առաջ մղեք, եթե ունեք, եւ ձեր ցանկությունները այդ օրը կիրականանան։ Բացի դա էլ կարող եք Աստծուն խնդրել այդ օրը ինչ-որ մի բան, որ նա կկատարի անպայման, ձեր ցանկությունները կկատարվեն։ Նաև հերվից կարող եք նորություն լսել, հերվից լուր լսեք, այստեղ գնում եք կարող է հերու ոչ միջոցառման մասնակցելու համար, ինչ-որ առիթի, հարսանիքի եւ այլն, հա, կոնոստում եք գնում եք մեկ այլ երկիր, որպեսզի մասնակցեք այդ առիթին։ Այսքանը ձեզ համար։ Ինչ-որ մարդիկ են կարող գալիս։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք օձերին։ Ինչ է սպասվում օձերին մայիսի 9-ին։ Նոր սեր, սիրահարվածություն, սիրո խոստովանություն, ձեզ լավ կզգաք, ձեր սիրելիների ներկայությամբ կլինեք, շատ կշփվեք տարբեր մարդկանց հետ եւ դրան ձեզ շատ լավ կզգաք։ Ուղղակի ուշադիր եղեք լեզվակռվի մեջ չմտնեք, չնայած այստեղ նման բան չկա եւ կարող է նաեւ բամբասանք է սա ձեր սիրելի մասին, ձեր սիրային կյանքի մասին, հա, այդպես կարող ինչ-որ մեկը բամբասում է։ Ում ձեր շրջապատում ինչ-որ մեկի մասին կարող են բամբասել։ Ամենայն դեպքում դա ձեր տրամադրությունը չի գցում, բարձր է ձեր տրամադրությունը, էներգիայով լի կլինեք, ուրախ կլինեք։ Ինչպես որ դե կարող սիրելի հետ, կարող նոր եք ծանոթանում ինչ-որ մեկի հետ եւ դեռևս ոնց որ շատ եք շփվում իրար հետ։ Դա նաեւ անհանգստություն է սիրելի հետ կապված, բայց ամեն ինչ լավ կլինի։
Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձիերին։ Ինչ է սպասվում ձիերին մայիսի 9-ին։ Բավականին ոգևորված այսօրին կողմ կգնաք տարբեր տեղեր, ճանապարհներ, ուրախ եք։ Ամենայն դեպս այստեղ ուզում էր սա դուրս գար, դրա համար նայեցի։ Սա խորամանկ անձնավորություն է, բայց ինչ որ ձեզ ոչ մի բանով դա չի խանգարում։ Ինչ որ նորություններ կարող եք լսել, տեղեկատվություն կարող եք լսել, ինչ որ փաթեթներ կարող եք ստանալ, ինչ որ պատվիրել եք դա գա, նաև հյուրեր ունենաք, դուք գնաք հյուր, նորություն, տեղեկատվություն, դա ինչ որ բան է, որ կուրախացնի ձեզ։ Դա այստեղ խորամանկ մարդիկ կան, որոնք որ կարող են ուղղակի կողքից նախանձել, խաբեբա մարդիկ կան եւ ուղղակի պետք է ուշադիր լինել։ Ոմանք այստեղ կողոց խաբեբայի հետ դուռ եք փակում, այլևս իր հետ չեք ցանկանում շփվել, ոմանք նաեւ ինչ որ դռներ են բաց ձեր առջև եւ ինչ որ բաներ կարող է լինել, ինչ որ բաներ ավելի հեշտ կարող եք անել, քան մշտապես անում եք։ Բացի դա էլ օրը ձեր ձեռքում է, շատ բաներ էլ հենց ձեզանից է կախված, թե ինչ կարող եք անել, ինչպես կարող եք անել։ Ինչ որ պետք է անեք, միայն ձեզանից է կախված, մի խոսքով։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք այծերին, նաև ոչխար է կոչվում։ Ինչ է սպասվում այծերին մայիսի 9-ին։ Նորություն երեխաներից, երեխաների հետ կապված ոչ միջոցառում, երեխաների հետ կարող տեղ գնալ, առիթ, ծնունդ, հղիություն, ծննդաբերություն, նաև մանկությունը կարող եք հիշել, մանկամիտ ինչ որ բաներ կա, ձեր կողքը ինչ որ մարդիկ լինեն, ովքեր մանկամիտ բաներ անեն, եւ սա նոր գործ է, նոր պրոյեկտ, նոր բիզնես, կարող եք սկսել այստեղ թղթաբանության հետ կապված հարցեր ունեք այդ օրը անում եք, որպեսզի սկսեք այն։ Բացի դա էլ այդ օրը շատ կգրեք, կջնջեք, ինչ որ նաև կարող է ցուցակ եք կազմում, ինչ որ մարդկանց հետ եք նամակագրական կապի մեջ լինում, փաստաթղթերն եք այսօր այն կողմ տանում, դասավորում։ Գործերը եւս առաջ կմաղեք, հա ինչ որ մի բան է, սա, որ դուք առաջ եք մղելու այդ օրը։ Բացի դա էլ սա նաև կարող է ինչ որ տեղ եք տեղափոխվում, ինչ որ տարածք եք տեղափոխվում, այդպես նոր ինչ որ մի բան է ոմանց համար, նոր կյանք է, գնում եք մեկ այլ տուն ապրելու։ Նաև դե իհարկե ձեր գործերը արդեն իսկ ասացի առաջ կմաղեք։ Այսքանը ձեզ համար հիանալի օր է, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կապիկներին։ Ինչ է սպասվում կապիկներին մայիսի 9-ին։ Աշխատանք, ոմանք աշխատանքի կընդունվեն, ոմանք շատ աշխատանք կունենան անելով, ոմանք կարող գնալ վարչապետական հիմնարկություն իհարկե եթե բաց լինի կամ հիվանդանոց, ուսման կենտրոն, որ զբաղվում եք ուսմամբ, ու կարիերայի աճ է սա նաև զարգացում, առաջ խաղացում, դե պետական հիմնարկության հետ կապված ինչ որ հարցեր պետք է անեք, դնեք, ուղղակի ինքը աշխատանքային օր չի համարվում, ըստ պետական հիմնարկությունները չեն աշխատի։ Եվ դա կարող է լինել ինչ որ գործեր կարող եք անել եւ այդ գործը աճի, բազմանա, մեծանա։ Տեսնենք ով է այս կին, ում հետ կարող եք հանդիպել կամ զրուցել, խոսել։ Գումարի մասին կարող եք խոսել, կարող է ձեր ծնողն է, ձեր հարազատն է, գումարի մասին քննարկում եք, իր այդ գնում եք առևտուր անելու, ծախս եք անում, տալիս եք գումարը այդ կնոջը, ինքն է ձեզ տալիս գումար, ինչ որ գումարային թեմա է այդ կնոջ հետ կապված։ Եվ ուրախ եք, տրամադրությունը բարձր է, էներգիայով լի եք, ինչ որ մի բաներ կանեք, կուղեք, այդպես։ Նա լավ օր է։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք աքաղաղներին։ Վայ։
Ինչ է սպասվում աքաղներին մայիսի 9-ին։ Դե համար էր գումարը վրան մնացել։ Ոմանք գումար են ծախսելու այդ օրը, ոմանք գումար են ստանալու այդ օրը, գումարի մասին խոսակցություն, շփում, ծանոթություն հարուստ անձնավորության հետ։ Մեկ այստեղ ձկները թռնում են, առաջին անգամ եմ տեսել։ 1 2 3 այս թռնում է, ասա կամ գումարն է թռնում ձեզ, կամ թռնում է գա ձեզ մոտ։ Մեկն էլ եկել թռել մոտ է գալիս։ Նաև այդ օրը հանդիպում շփում վարչապետական աշխատողի հետ, այդպես կոծանթնակ հաղթանդամը տենց ինչ-որ մեկ այդ օր գումար ունի։ Նաև պետավտոտեսուչները իհարկե եւս ուշադիր եղեք, որովհետև եթե մեքենա եք վարում, ապա կարող են նաև հանդիպել, կարող են նաև շտրաֆել։ Այստեղ գումար է մի մոռացեք, պարտադիր չի դա ծախսել, դա անել, հա, ուշադիր եղեք։ Նաև կին Տեսնենք ով է այս կինը, կողա հետը խոսեք, շփվեք։ Անհանգստանում եք կամ այդ կնոջ հետ կապված, կամ իր հետ լարված է հարաբերությունները, կամ ինչ էլ որ լինի, կհաշտվեք, ամեն ինչ նորմալ է, այստեղ արևը ծագում է, բայց կարող այդ պահին, ինչ որ մի բան կամ իրար չհասկանաք, կամ ինչ որ մեկն է որ չեք սիրում իրար, որ տեսնում եք, անպայման պետք է վիճեք կամ նմանատիպ ինչ խոսակցություն։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մարդու։ Գնայինք շներին։ Ինչ են լինում շների հետ կապված, շուտիր եղեք այստեղ կողը ինչ-որ կնոջ հետ վիճակ։ Ինչ է սպասվում շներին մայիսի 9-ին։ Սա կարող է լինել իմաստություն, սա կարող է լինել նայեք չկամեցող մարդիկ են, ովքեր որ փորձում են նայեք ձեր օրը դժվարացնում են, ձեր օրը խնդիրներով են սարքում այս օծերը։ Մեկ քարտ հանեմ, ամենայն դեպս ինքը զգում եք, որ երեքն էլ լարված քարտեր են։ Տեսնենք ընդհանուր ֆոնը։ Ինչ որ մի բան է չեն ուզում որ կայանանա ձեզ մոտ, անդադ խնդիր են ստեղծում։ Հնարավոր օրինակ օծը ձեր տնօրենն է, որ անդադ ձեզ աշխատանք է տալիս, այդ օրը ծանրաբեռնում է ձեզ, հա, ձեզ համար խոչընդոտներ է ստեղծում, չեք կարողում աշխատանքից դուրս գաք։ Լիքը տարբեր այստեղ բաներ կարող են լինել այդ օծի հետ կապված, հա, եւ խոչընդոտի հետ կապված, եւ ծանր բեռի հետ կապված, ինչ որ կարող է Դե օծը դա նաև պարտադիր չի, որ հենց անմիջապես ձեր վատը ուզող լինի, բայց կա բնավորությամբ նմանատիպ ինչ-որ մեկը կամ տարով կարող է ծնված լինել օծ եւ ինչ-որ բեռ թողնի ձեր ուսերին, չկարողանաք ոչինչ անել այդ օրը, որովհետեւ կանգնում եք սենց ինչ-որ արմատներ եք մտցնում եւ մնում եք եւ չեք կարողանում իրար գալ, որտեվ ինչ որ բաներ կան, որ դուք պետք է անեք, որտեվ ծանր բեռ են նստացրել ձեզ վրա։ Ոյցերը հենց խոչընդոտներ է ստեղծվում։ Եվ սա ասում է, որ իմաստուն գտնվեք, ճիշտ տարեք այդ ծանր բեռը, պատվով տարեք, յուրաքանչյուր փորձություն, նույնն էլ խոչընդոտն է։ Եթե դուք ուզենաք, ձեր ձեռքին է կարող ամեն ինչ կայունացնել այդ օրվա այդ վիճակը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Եվ գնայինք խոզերին, վարազներին։ Ինչ է սպասվում խոզերին մայիսի 9-ին։ Նամակագրական կապի մեջ կարող եք լինել որոշ մարդկանց հետ, ինչ որ փաստաթուղթ ստանաք, տեղեկատվություն, նաև գրեք, ջնջեք, հա, ինչ-որ բաներ այնտեղ ցուցակ կազմեք, ինչ-որ կարևոր բաներ գրեք, սովորեք նաև։ Եվ այդ օրը հանդիպում որևէ տղամարդու հետ կամ շփում որևէ տղամարդու հետ, տեսնենք ով է։ Լավ մարդ է, կարող է պաշտոն ունի, կարող ձեր տնօրենն է, իր հետ եք խոսում, ինչ-որ մեկն է, որ դիրք ունի, կամ ձեր շրջապատից է, որ կարող եք հանդիպել։ Ամենայն դեպս լավ մարդ է ինքը։ Կարող ձեր տնօրենն է ձեր աշխատանքի հետ կապված ինչ-որ բաներ է հանձնարարում ձեզ,
գուցե նաև պաշտոնել է տալիս, որովհետև սա նաև նմանատիպ քարտ է, որտեղ ուրախ եք, տրամադրությունը բարձր է, կամ այդ մարդուն տեսնելուց եք ուրախանում ի վերջ, որ տեսեք այդ մարդուն եւ կան չէ, որ մենք սովորում ենք օրինակ ինչ-որ մարդկանց հետ դպրոցում եւ այլն ինստիտուտում եւ մի ամեն տեսնում ենք, որ այդ մարդը ինչերի է հասել, եւ ուրախանում ենք իրեն տեսնելուց եւ ուրախանում ենք, որ մեր շրջապատից ինչ-որ մեկը նման տեղ է հասել։ Օրինակ ես մի տղակար ում հետ որ մեծացել ենք պատը պատին կպած, տան միակ տղան էր, ծնողները Արին հիմա շատ հայտնի է Հայաստանում, բավականին է, որ անգամ խոսում ենք իրար հետ, պայտակ ասում ես մեծացել ենք իրար հետ ու ուր է հասել ինքը, այսպես դե ինքը իր ջանքերով է հասել իր ամեն ինչով, ոչ ոք իրան չի օգնել։ Համենայն դեպս, հա կարող ինչ-որ նման մեկն է, ում որ կարող եք հանդիպել այդ օրը եւ ձեզ լավ զգալ։ Տրամադրությունը բարձր է ամենայն դեպս, ուրախ կլինեք, էներգիայով լի կլինեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։